Բարև ձեզ։ Հայ ազգային կոնգրեսը այսօր հայտարարել է, որ մասնակցելու է խորհրդարանի ընտրությանը եւ մասնակցելու է առանձին ձևաչափով, իսկ կուսակցության վարչապետի թեկնածու լինելու է Լևոն Զուրաբյանը։ Եթե ՀԱԿ-ին հաջողվի առանձին մասնակցությամբ հաղթահարել կուսակցությունների համար սահմանված անցողիկ 4% շեմը եւ հայտնվել խորհրդարանում, ապա անկախ ՀԱԿ-ի մոտեցումների քաղաքական մոտեցումների հանդեպ վերաբերմունքից վստահաբար հնարավոր է ասել, որ այս ուժի խորհրդարանական ներկայությունը հասարակական քաղաքական կյանքի օգտակար գործողության գործակցի տեսանկյունից կլինի ձեռքբերում։ Եթե ՀԱԿ-ին չի հաջողվում հաղթահարել այս 4% շեմը, ապա այդ դեպքում ստացվում է, որ կամա թե ակամա, բայց կուսակցությունը կհամալրի ձայն փոշիացնող ուժերի շարքը։ Իսկ այս երևույթը, այսինքն ձայների փոշիացումը, բոլոր ժամանակներում եւ նաեւ այս դեպքում եւս չի լինի բացառություն, աշխատում է իշխանության օգտին։ Տվյալ պարագայում իհարկե հարցն այն չէ ՀԱԿ-ը կհաղթահարի այդ 4% անցողիկ շեմը թե ոչ, առավել եւս, որ մասնակցության ձևաչափի հարցը այդուհանդերձ կարծես թե դեռ բաց է, համենայն դեպս դատելով կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանի խոսքերից, համաձայն որի իրենք դեռ շարունակում են տարբեր քաղաքական ուժերի հետ քննարկումներ, Զուրաբյանը չի նշել, թե հատկապես որ ուժերի հետ, նաև հաշվի առնելով հենց դա, որ քննարկումները շարունակվում են, եւ սա նշանակում է թերևս, որ կարող է լինել նաև մասնակցության ձևաչափի փոփոխություն։ Տվյալ պարագայում անդրադարձից նպատակը ոչ թե ՀԱԿ-ի որոշումը քննարկելն է, այլ ՀԱԿ-ի որոշումը առիթ է անդրադառնալ ընդդիմադիր դաշտի մասնակցության վերաբերյալ, այսպես ասած, դիլեմային, այն է միասնական ճակատով մասնակցություն կառավարող ուժին հաղթելու եւ ընտրության միջոցով հեռացնելու համար, թե մասնակցություն ապակենտրոնացված տրամաբանությամբ։ Ըստ իս օպտիմալը թերևս այս ամենի, այս երկու տարբեր հատվածների, տարբեր ծայրերի ինչ որտեղ միջակայքում է, ընդ որում դարձյալ օպտիմալ հարաբերական իմաստով։ Լավագույն տարբերակը կամ առավել արդյունավետ տարբերակը իմ գնահատմամբ կարող է լինել ընդդիմադիր դաշտում մի քանի առաջնորդող խմբերի ձևավորումը եւ այդ միջոցով իհարկե ընտրական պայքարի մեջ ներգրավվելը։ Բոլոր դեպքերում կարծում եմ չի լինելու այնպիսի մասնակցային ձևաչափ, որը լինի իդեալական եւ անխոցելի, որը ենթակա չլինի դիմախոսության եւ որի մինուսները կամ պլյուսները, այսպես ասած, չլինեն քննարկման ենթակա։ Հետևաբար կարծում եմ, որ այս process-ում որքան էլ կարևոր է իհարկե ձևաչափերի արդյունավետ ձևաչափերի փնտրտուքը, այդուհանդերձ ընդդիմադիր քաղաքական ուժերի համար կա նվազագույն, բայց շատ կարևոր մի հանգամանք՝ իրենց մասնակցությամբ մոտիվացնել ընտրողներին եւ առավելագույն շատ թվով ընտրողներ տանել դեպի ընտրատեղամասեր, խոսքս բնականաբար 2026 թվականի ընտրական process-ի մասին է։ Ակնհայտ է, որ ինքնին շատ մասնակցությունը բազմամարդ ընտրական process-ը խնդիր եւ մարտահրավեր է կառավարող ուժի համար։ Բավական նկատելի է, որ կառավարող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ունեն շատ բարձր, այսպես ասած, անտի-ռեյտինգ, աշխատում են հետեւյալ ուղղությամբ՝ առավելագույն մոբիլիզացիա ապահովել իրենց էլեկտորալ շրջանակի տեսանկյունից եւ առավելագույն ապատիա ձևավորել էլեկտորալ մնացյալ դաշտի մոտ ընտրական process-ին մասնակցության իմաստով։ Հետևաբար այստեղ քաղաքական ընդդիմադիր ուժերի համար, առնվազն այն ուժերի համար, որոնք իրապես շահագրգռված են Հայաստանում փոխել իրավիճակ եւ հասնել իրավիճակի որակական փոփոխության նաեւ նոր իշխանության ձևավորման տեսանկյունից, պետք է նվազագույն խնդիր լինի ընտրական հնարավորինս շատ մասնակցություն ապահովելը։ Եվ այս խնդիրը լուծելու համար նաև պետք է թերևս, որպիսի ձևաչափային քննարկումները ամենևին չպարունակեն որևէ ձևաչափի պարագայում ինչ-որ ճակատագրականության դրոշ։ Այդ դրոշմերի պարունակումը ավելի մեծ ռիսկ է պարունակում ոչ թե մոտիվացնել ընտրողներին եւ նրանց բերել ընտրատեղամաս 2026-ին, այլ հակառակը կամա թե ակամա նպաստել այդ շրջանակում ապատիայի, ընտրական process-ների հանդեպ որոշակի անվստահության եւ հիասթափության ավելացմանը, ինչը, ինչպես նշեցի, անկասկած տեղավորվում է քաղաքական իշխանության հաշվարկների շրջանակում։
Հետևաբար, կրկնեմ, պետք է առավելագույնը արվի ընտրողներ մոտիվացնելու համար եւ այդ իսկ պատճառով պետք է խուսափել այս կամ այն մասնակցության ձևաչափին ինչ-որ ճակատագրական կնիկ դնելու հարցում։ Որովհետև, կրկնեմ, իդեալական ձևաչափի մասին խոսք լինել չի կարող, հետևաբար մեկը կարող է փաստարկել միասնական որևէ ճակատով գնալու օգտակարությունը, մյուսը կարող է փաստարկել հակառակ որևէ տրամաբանություն, այսպես ասած կլաստերային ձևաչափերի ընտրությունը եւ այլն եւ այլն։ Ըստ այդմ, շատ կարևոր է, ինչպես նշեցի, դնել նվազագույն խնդիր, ցանկացած ձևաչափի վերաբերյալ քննարկում իրականացնել չվնասելու, այդ նվազագույն խնդրին չվնասելու, այսինքն ընտրողների մոտիվացիան ոչ միայն չնվազեցնելու, այլ հակառակը ավելացնելու ուղղությամբ արդյունավետ աշխատանք իրականացնելու սկզբունքով։ Իսկ չմասնակցելու տեսանկյունից պետք է նկատի ունենալ նաև հետևյալը, եւ սա արդեն անմիջականորեն ընտրողներին վերաբերող հանգամանք է։ Չմասնակցել ամենևին չի նշանակում չունենալ ազդեցություն, չունենալ մաս ընտրական process-ի արդյունքից, այսինքն այդ արդյունքի այս կամ այն տրամաբանությունից, հետևաբար Հայաստանում իշխանության ձևավորումից։ Չմասնակցելը թերևս ավելի շուտ ընդամենը պատասխանատվությունից խուսանավել է, չմասնակցելը տվյալ պարագայում նշանակում է կամ զբաղվել ինքնախաբեությամբ, կամ զբաղվել խաբեությամբ սեփական շրջապատի նկատմամբ։ Որովհետև շատ պարզ է, որ ընտրական արդյունքի ձևավորման հարցում չմասնակցողների ցուցանիշը ևս ունի էական նշանակություն։ Ի վերջո, այդ ցուցանիշը, այդ չմասնակցելը պասիվ գործոն է, բայց էական նշանակություն ունի ընդհանուր արդյունքի համայնապատկերը ձևավորելիս։ Եվ այս պարագայում, եթե մարդը չի մասնակցում, ապա դա ամենևին չի նշանակում, որ ինքը այդուհանդերձ ազդեցություն չի ունենում որևէ ընտրության որևէ արդյունքի ձևավորման հարցում։ Այդ պարագայում չմասնակցելը դառնում է, թող չհնչի սուր կամ կոշտ, բայց դառնում է անազնիվ երևույթ, որովհետև դու չմասնակցելով այդուհանդերձ ունենում ես ազդեցություն արդյունքի այս կամ այն տրամաբանության ձևավորման հարցում, բայց ստացվում է, որ չես մասնակցել եւ անմիջականորեն պատասխանատվություն չես ստանձնել այն արդյունքի վերաբերյալ, որի ձևավորմանը այդուհանդերձ նպաստել ես քո չմասնակցելով։ Այն փաստարկը, թե չկա ուժ, որը համապատասխան է իմ ընտրական քինքին եւ հետեւաբար արժանի չեմ գտնում որևէ մեկին ձայն տալը, կարող է հնչել տրամաբանական, բայց դարձյալ միայն մակերեսային առումով, որովհետև դարձյալ կրկնեմ հանգամանքը չմասնակցելը անկախ նրանից արժանի համարում ենք որևէ ուժի ձայն տալ թե ոչ, միևնույն է նպաստում է որևէ ուժի օգտին ձայների հարաբերակցության դասավորմանը, բաշխմանը եւ այլն եւ այլն։ Եվ այս պարագայում կրկնեմ ստացվում է, որ համոզումը, թե չմասնակցելով բոլորին ուղարկեցինք գրողի ծոցը, թող չհնչի կոպիտ, մեղմ ասած կամ ինքնախաբեություն է, կամ խաբկանք է հասարակության հանդեպ, այսինքն որոշակի իմաստով քաղաքացիական եւ քաղաքական անազնվության դրսեւորում, որովհետեւ արդյունքը ձևավորվում է նաեւ չմասնակցողների պասիվ մասնակցությամբ այդ արդյունքի ձևավորման հարցում։ Այդպիսին է Հայաստանում ընտրակարգը, երբ չմասնակցելը բերում է մասնակիցների ձայների որոշակի տոկոսի եւ մնացյալ ձայները արդեն բաշխվում են ըստ այդ մասնակիցների շրջանակում ձևավորված հարաբերակցության։ Հետեւաբար կրկնեմ եւս մեկ անգամ, ինչը ամենևին չեմ համարում ավելորդ, չմասնակցելը չի ազատում չմասնակցողին ընտրական արդյունքի ձևավորման պատասխանատվությունից, ֆորմալ դե ֆակտո իմաստով։ Հետեւաբար, կրկնեմ, դարձյալ քաղաքացիական ազնվության հարց է ստանձնել անմիջական պատասխանատվություն այն արդյունքի համար, որի ձևավորմանը դուք այս կամ այն կերպ մասնակցում եք պասիվությամբ, թե խուսանավել եւ համարել զուտ մակերեսային իմաստով, որ դուք պատասխանատվություն չունեք այն արդյունքի վերաբերյալ, որով ձևավորվելու է պետական իշխանություն, որով ապրելու եք դուք, ապրելու ենք մենք բոլորս Հայաստանի Հանրապետության մասնակցած եւ ընտրությանը չմասնակցած բոլոր քաղաքացիներս։